Պարոն Մովսիսյան, դուք առաջադրվել եք հաջորդ տարվա ՔՊ-ի խորհրդարանական ցուցակում լինելու համար։ Իսկ ներողություն հարցիս համար ձեր ռեյտինգը բավականացնում է ըստ ձեզ, որ վարչությունը ձեզ ընդգրկի նախնական ցուցակում։ Իսկ այդ արդեն ներկուսակցական ընտրություն ենք ունենալու, ներկուսակցական ընտրության ժամանակ Ասում էին օրինակ ՔՊ մյուս անդամներին կանչել են վարչություն, հարցաքննել են, թե ձեզ ինչի համար պետք է ընտրեն, ձեր հայացքները ինչպիսին են եկեղեցու հանդեպ, ձեզ հրավիրել են։ Կուսակցությունը որոշել է ձևաչափի շրջանակում բոլոր առաջադրողներին կանչելու են, դեռ չեն կանչել, բայց վստահ ինձ եք կանչել։ Իսկ դուք սատարում եք Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ մղվող արշավի վերաբերյալ աջակցում եք։ Ես առաջամարտիկներից եմ։ Օրինակ ասում են, այդքան մեղք չի երեխա ունենալը, բուսակրոնություն խախտելը, քան ուրիշի երեխաներին սպանելը, օրինակ բերելով 44-օրյա պատերազմը։ Ես ճիշտն ասած այդ համեմատությունը չեմ հասկանամ ու եթե նկատի ունեմ, որ մենք որպես կառավարություն ինչ-որ մարդ ենք սպանել ու մեր զինվորներին, այդ մեղադրողները ես կարծում եմ, որ իրանք բարդ չեմ ուղղակի եթերային, որ բնութագրեմ իրենց, իրանք միգուցե այդ տիպի, որ իրենք լինեն կառավարություն, կարող այդ տիպի միտումով շարժվում։ Իսկ դուք ունեք կաթողիկոսի ձեր թեկնածուին։ Եթե Գարեգին բն չէ, ապա ով։ Ինչի մասին է խոսքը, չէ, ես Վարչապետը ընտրություններ էր հայտարարել, ասում էր տեղապահ ենք ընտրելու։ Գիտեմ, որ այն խնդիրները, որ մենք ունենք հայ-քաղաքական սուտ եկեղեցում, բարձրաձայն ենք եւ այդ խնդիրներին լուծում են։ Ո՞րն է ամենամեծ խնդիրը ըստ ձեզ։ Եվ այդ լուծումները տալու ընթացքում են նաև որոշվի մեր հայ-քաղաքական սուտ եկեղեցում։ Օրինակ ձեր մարզի թեմի առաջնորդը հիմա կալանավորված է։ Ըստ ձեզ թեմում նորմալ է ամեն ինչը, դուք եկեղեցիներում պատարագի առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցում եք։ Այն եկեղեցիներում որտեղ որ պատարագի մասնակցել եմ, այո, շատ նորմալ է ամեն ինչը։ Այո, առանց վարչապետի մասնակցել։ Այնտեղ հնչել է Վեհափարի անունը։ Չէ, չէ։ Քանի որ Վեհափարը տեսնային